Բարև ձեզ իմ սիրելի փոքրիկներ, մենք այսօր գտնվում ենք Արարատի մարզում, որտեղ կա խորվիրապը, և դուք գիտեք, որ այստեղ ավանդույթ է, երբ զույգ աղունիկներին բաց են թողում աղավնիներին, երազանքը նպատակը կատարվում է, եկեք փորձենք։ Աղավնիները խաղաղության խորհրդանիշն է և հուսանք, որ այդ աղավները, որ մենք բաց թողեցինք, կբերեն խաղաղություն մեր երկրին։ Լավն է, ջը։ Ականջները։ Ուղեկից նայի։ Սա կոչվում է խաչքար։ Ամեն խաչքար փորագրվում է վարպետների կողմից և այս նախշերը, որ տեսնում եք, ամեն նախշ ունի իր իմաստը։ Ես շատ եմ սիրում խորվիրապը, քանի որ այն ոչ միայն սրբավայր է համարվում, այլ այստեղից կարող ենք տեսնել Մասիսը և Սիսը։ Հենց այս եկեղեցում է գտնվում այն զնդանը, որի մեջ 13 տարի շարունակ ապրել է Գրիգոր Լուսավորիչը։ Կա ևս մեկ զնդան, որը ավելի փոքր է, և այնտեղ ապրել են 2 աղջիկներ՝ Հռիփսիմե և Գայանե անուններով։ Ամեն ինչ չէ, որ ձեզ ցույց եմ տալու, քանի որ ես ցանկանում եմ, որ դուք գաք և տեսնեք ինքներդ։ Գնացի։ Խորվիրապից դուրս գալուց մենք հանդիպեցինք մի խումբ երիտասարդների, ովքեր ձեռնոցները հագած, տոպրակները ձեռքներին հավաքում էին աղբ։ Ես խրախուսում եմ նրանց արարքը, քանի որ սա հիանալի ներդրում է մեր երկիրը ավելի մաքուր և գեղեցիկ դարձնելու։ Սիրելի փոքրիկներ, մենք հիմա գտնվում ենք Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, որտեղ կա աշխարհի ամենահին քարայրներից մեկը։ Եկեք գնանք և բացահայտենք։ Իսկ դուք գիտեք, որ այստեղից գտել են աշխարհի ամենահին կոշիկը։ Ես շատ ուրախ եմ, քանի որ մեզ թույլ տվեցին, որ մտնենք ներս և նկարենք քարայրը, քարանձավը։ Թե ինչ է նշանակում քարայր և քարանձավ, ես հիմա ձեզ կբացատրեմ ներսում։ Եվ ներսում նաև կան չղջիկներ, bats in English։ Չղջիկները այսպիսի կենդանիներ են, թռչող մկնիկներ, որ կախվում են այսպես ոտքերի վրա և քնում մթության մեջ։ Գնացի։ Աշխարհի ամենահին կոշիկը, որը եղել է 37 համարի կոշիկի չափով։ Գնացինք։ Սա Արենի քարանձավն է։ Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը։ Սա նաև աշխարհի առաջին գինեգործարանն է։ 2011 թվականին այստեղ հայտնաբերվեց մեր թվարկությունից առաջ 3900 թվին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Ցավոք սրտի, մեր այնտեղ գտնվելու ժամանակ հանկարծ լույսերը գնացին
Եվ մենք մնացինք մթության մեջ։ Բայց եթե դուք ցանկանում եք տեսնել ամբողջությամբ, կարող եք այցելել ինքներդ։ Այստեղ ջերմաստիճանը միշտ նույնն է, այստեղ չէ, ներսում, քարերի մեջ, քարանձավի ներսում ջերմաստիճանը երբեք չի փոխվում, նույնիսկ անգամ երբ ձյուն է գալիս, այնտեղ նույնն է, նույնիսկ անգամ երբ շատ շոգ է դրսում, այնտեղ նույնն է, դրա համար էլ այս ամենը, մեր կարասները և հին ապրանքները պահպանվել են։ Ոչ մեկ չէր պատկերացնում այսքան հին աղամեսի, այսքան կարևոր բան։ Արենի 1 քարայրից 10 րոպե հեռու կա նորավանք եկեղեցին։ Եկեք տեսնենք այն։ Երազիմ երկիր հայրենի Օքսերը շատ ույսըտ մեծ Կարկարոտ երկիր Նորավանք վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում Արփա գետի ափին։ Կիրճը հայտնի է կարմիր ժայռերով, որոնք բարձրանում են վանքի շուրջ։ Վանքի տարածքում է գտնվում երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նորավանք եկեղեցին հայերի ամենաշատ այցելված վայրերից մեկն է, եւ տեսեք, թե ինչքան մարդ կա այստեղ։ Բալիկներ, ես գիտեմ, որ դա այդքան էլ կապ չունի մեր այսօրվա հաղորդման հետ, բայց ես այստեղ տեսա մի շատ հետաքրքիր բան, որի մասին կցանկանամ ձեզ պատմել։ Սա կոչվում է Braille, այսինքն սա այն մարդկանց համար է, ովքեր տեսնել չեն կարողանում, կույր են, եւ նրանք շոշափելով այսպես կարողանում են կարդալ, թե ինչ է գրված այս տախտակի վրա։ Շատ կարևոր է սա։ Հենց հիմա ես գտնվում եմ ջերմուկում եւ սա այստեղ որ տեսնում եք Արփա գետն է։ Եկեք գնանք եւ միասին տեսնենք ջերմուկի ջրվեժը։ Ջերմուկը Հայաստանի ամենաառողջարանային քաղաքն է։ Այստեղ կա շատ հանգստի գոտիներ, որտեղ մարդիկ գալիս են եւ բուժվում այս ջուրը խմելուց եւ նրա մեջ մտնելուց։ Սա ջերմուկի ջրվեժն է, ինչպես արդեն նշեցի։ Ինձ համար սա ջերմուկի աղջիկն է։ Իսկ այս ջուրը, որ թափում է, կարծես ունի նրա մազերը։ Մանիկ տարավիկ ծաղիկ, մանիկ տարավիկ ծաղիկ, դաշտերը կանաչ խոտիկ, չորս կողմը անուշոտիկ, էրթան դաշտերը մոտիկ, նայ, էրթան քաղենք մեն խոտիկ, նայ։ Երբ գալիս եք ջերմուկ, այստեղ կան պատերի վրա կպցրած նկարներ։ Իսկ դու գիտեք, որ մի պապիկ, շատ տաղանդավոր պապիկ իր ձեռքով նկարում է այս նկարները։ Եվ ներկերը պատրաստում է քարերից։ Չկա նման բան, ես չէի լսել։ Հիմա եկեք լցնենք այս ջրից։ Գիտեք, որ այս ջուրը 50 աստիճան է։ Գրեթե 120 Fahrenheit, դա շատ տաք է։ Եվ այս ծորակը տարբերվում է մեր տան ծորակներից նրանով, որ մեր տան ծորակը մենք բացում ենք եւ միացնում ենք, այդտեղից է գալիս տաք ջուրը, իսկ այս ջուրը գալիս է երկրի ընդերքից, այսինքն տակից։ Մանուշա թփիտակի, մանտոյցիկ թփիտակի, ամուշի գոտիկ ծաղիկ, նայ, բացվիզ դաշտերը
Մալիկ տերևիկ ծաղիկ, մալիկ տերևիկ ծաղիկ, դաշտերը կանաչոտիկ. Հիմա դուք ինձ կասեք Լուսինե, ինչու այսքան շիշ ունես եւ ինչու այդքան ջուր կա մեջը։ Հիմա կասեմ, ես սենաց մեջ լցրել եմ բուժիչ հանքային ջրեր ջերմուկից եւ պատրաստվում եմ ինձ հետ տանել տուն։ Երբ նրանք սառեն, այդ ժամանակ ես կխմեմ։ Հիմա շատ տաքեն չեմ կարող խմել։ Հիմա շատերդ կասոցացնեք ջերմուկ բառը այդ ջերմուկի հետ, որ մենք գնում ենք խանութներից եւ խմում ենք, բայց ասեմ, որ այստեղի ջերմուկը շատ տարբեր էր մյուսներից, քանի որ այն չուներ պղպջակներ եւ մի քիչ էլ համներ տարբեր։ Ջերմուկի ծորակներից մի քիչ ներքև գտնվում է Շարլ Ազնաուրի կիսանդրին։ Շարլ Ազնաուրը շատ հայտնի հայ երգիչ եւ դերասան է, ով ստեղծագործել է Ֆրանսիայում։ Դաշտերը մոտի հիկնայնայնայ, էրթան քաղենք մենք խոտի հիկնայնայնայ. Մալիկ տերևիկ ծաղիկ, մալիկ տերևիկ ծաղիկ, դաշտերը կանաչոտիկ, դաշտերը կանաչոտիկ. 1978 թվականին, երբ Վիլյամ Սարոյանը եկել էր ջերմուկ, նրան խնդրեցին, որ պատին ինչ-որ բան գրի, եւ նա գրեց արև։ Այդ իսկ պատճառով նրանք այս ամբողջը սարքեցին հուշարձան եւ մարդիկ գալիս են խորհրդել գրազան Վիլյամ Սարոյան 1978 թվական։ Կարենձիա։ Բարև ձեզ իմ շատ սիրելի երեխաներ ջան։ Մենք այժմ գտնվում ենք Խորվիրապ։ Ինչպես ձեզ հայտնի է, կարամ հանեմ ակնոցներս։ Արենի 1 քարայրից մի քիչ վերև 10 րոպե հեռու կա նորավանք եկեղեցին։ Այդ տնգոցի ոչելներ ընտիր կլիներ։ Այս վայրը, այս եկեղեցին հայերի ամենաայցելված